Կյանքում մի անգամ չխաչակնքված աստվածամերժ Ռոբերտ Քոչարյանի եւ կաթոլիկ եկեղեցու հետևորդ Սամվել Կարապետյանի նույն ինքը Տաշիր Սամոյի թիմերը որոշել են խառնվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Ինչպես գիտեք, 10 arczepiskoposները, որոնք դուրս էին եկել Արշակ Խաչատրյանի սրբապղծության եւ Կտրիչ Ներսիսյանի կողմից այդ սրբապղծության հովանավորչության դեմ հրավիրել էին հավատավոր քաղաքացիներին այսօր Մայրաթորի տարածք շատ արդար մի պահանջով։ Եվ ահա, պարզում է, որ աստվածամերժ կյանքում չխաչակնքված Ռոբերտ Քոչարյանի թիմը, կաթոլիկ եկեղեցու հետևորդ Սամվել Կարապետյանի թիմը որոշել է գնալ այնտեղ ենթադրաբար բախումներ հրահրելու ու ենթադրաբար հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին խառնվելու համար։ Ինչ է ստացվում։ Ինչի է Ռոբերտ Քոչարյանին թվում, որ ինքը պիտի չիմանա հայր մերը, պիտի լինի աստվածամերժ, աստվածամերժը նշանակում է աթեիստ, աթեիստ բառի հայաֆիկացումն է կարելի ասել, բայց կարողանա խառնվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Արդյոք դա ընդունելի է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդների համար, որ աստվածամերժը խառնվի հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործերին։